Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հույսով եմ, որ շատ լավ եք։ Այսօր օրը ուրբաթ էր, բայց ինչպես միշտ ծանրաբեռնված օր էր։ Շատ ուշ եմ ձեզ միանում, այսօր բավականին ուշ, ճիշտ այնքան շատ աշխատանքներ կար, որ մի պահ մտածում էի ոչ մի բան չեմ հասցնի նկարահանեմ, բայց աշխատում եմ գոնե մի քիչ հնարավորինս չափով միանալ ձեզ։ Այսօր ունեի մեր հարսանեկան սրահից պատվեր, թխվածքի հետ կապված էլի պատվերներ ունեինք, 3 հատ տորթի պատվեր ունեի, զբաղված էի դրանով, հենց նոր եմ վերջացրել, հեսա պատրաստի տեսքը, ձևը ձեզ անպայման օրվա վերջում ցույց եմ տալու, թե ինչ տեսակի տորթեր եմ ստացել էի համբյուրի, կապուչինոյի և սնիկերսի պատվեր և դա էի կատարում, այսօրվա եռուզեռի հետ միասին շատ հոգնած ենք, բայց միևնույն ժամանակ ակտիվ, լավ շարունակում ենք աշխատանքները։ Շնորհակալ եմ ինձ լավ նայելու, ինձ գնահատականներ տալու, ինձ ուժու եռանդ տալու համար շատ ձեզանից շնորհակալ եմ և մի խնդրանք ունեմ ձեզ սիրելի հետևորդներ։ Խնդրում եմ, որ դուք իմ կարճ վիդեոներն է, շորտերն է, որ ես ներկայացնում եմ, նույն ձևի մոտեցում ցույց տաք, նույն ձևի նայեք, որովհետև դրանից է կախված իմ երկար մնալը այս էջում YouTube-ում, որպեսզի YouTube-ը ինձ հնարավորություն տա ես շարունակեմ իմ աշխատանքները և շփվեմ ձեր հետ ամեն օր։ Հույսով եմ կկատարեք խնդրանքս։ Հիմա ինչ եմ ուզում պատրաստել այսօր։ Ուզում եմ պատրաստել խաչապուրի շերտավոր խմորով և ցույց տալ, թե ես ինչ ձև եմ կտրում խմորը, ինչ ձև եմ պանիրը մեջը դնում և ինչ տեսք եմ ստանում իմ խաչապուրիները։ Շատ ժամանակ, որ գալիս են մեր հաճախորդները, հարցում են, ինչ ձև եք անում, որ պանիրը մեջից դուրս չի գալի, ինքայձև լավ բարձրացած է։ Հիմա ես ամենայն մանրամասնորեն կներկայացնեմ, թե ես ինչ ձև եմ պատրաստում շերտավոր խմորից խաչապուրին։ Գնացինք։ Նախ վերցնում եմ շերտավոր խմորը, իմ շատ սիրելի շերտավոր խմորը, որի բաղադրատոմսը ես չեմ փոխի մեկ այլ ուրիշ տեսակի շերտավոր խմորով, մի տեսակ սովորել և կապվել եմ այս խմորի հետ։ Բացում ենք և ինչպես միշտ ես նշեմ, որ ես օգտագործում եմ միայն ու միայն լոռի պանիր, խաչապուրի մեջ ամբողջությամբ դնում եմ պանիր, ոչ մի ուրիշ հավելումներ, միայն լրիվ պանիր ծյորկած վիճակում, հեսա ես կպատրաստեմ ու կտեսնեք, շատ սիրում եմ խաչապուրին, մենք մեր խանութում ունենք տարբեր տեսակի խաչապուրիներ, ունենք փոքրիկ խաչապուրիներ կիլոգրամով, էլի նույն ձևով, այս նույն խմորից մենք կտրում ենք փոքրիկ չափի, որպեսզի վաճառենք կիլոգրամով, ունենք այս շերտավոր խմորով մեծ խաչապուրիներ և ունենք հոթ-դոգի խմորով էլի խաչապուրիներ, փափուկ խաչապուրիներ են, որոնք անպայման ես ձեզ ցույց եմ տալու։ Դրանք շատ ժամանակ մարդիկ գնում են, երբ որ ճանապարհ են գնում, որովհետև ճանապարհի չփշրվող բաներ են հիմնականում ուզում, շատ հարմար է։ Ունենում ենք իմերթական խաչապուրի, դա էլ է շատ լավ, ներգելական խաչապուրի, որոնց բաղադրատոմսերը ես անպայման ձեզ ներկայացնելու եմ հատիկ առ հատիկ։ Հիմա այսպես անեմ, բավական է երևի արդեն չափը, մի գնդից ես ստանալու եմ 6 հատ մեծ չափի խաչապուրի և ասեմ, որ ես վաճառում եմ շատ մատչելի գնով, ընդամենը 200 դրամ է խաչապուրու արժեքը, ես ինչ բացել եմ խանութը, եղել է 200 դրամ ու երբեք չեմ փոփոխել գինը, ոնց կա այնպես էլ թողել եմ, ոչ մի գին չեմ ավելացրել, անկախ նրանից, որ պանիրը թանկացել է, մթերքները թանկացել են, ես թողել եմ նույն գինը։ Հիմա տեսեք, թե ես ինչ ձև եմ կտրում, էլի անպայման այս գործիքով եմ կտրում, որովհետև շատ լավ է կտրում, այս սենց բանով կտրեք, դանակով մի արեք, դանակը ինքը հենց խանգարում է,
Տեսեք, ես բաժանելու եմ երկու հավասար մասերի, կան մարդիկ, որ կտրում են, հետո սկսում են նոր դնել, որ գա ծայրերը սիրուն ձևով լինի, ես նման ձևով չեմ անում, ոնց եմ անում կտրվածքը։ Բերում եմ խաչապուրին դիրքի, այսպես, տեսնում եմ, որ խաչապուրին ինքը արդեն ստացել է եռանկյունի տեսք, նոր կտրում եմ։ Շարունակում եմ մյուսը, բերում եմ այսպես, տեսնում եմ ստացել է եռանկյունի այսպեսի սիրուն տեսք, նորից կտրում եմ, էլ չեմ կտրում, հետո չարչավեմ, այս մեկն է, որ արդեն այսպես է, նայեք, բերում ենք այսպես, տեսեք ինչքան սիրուն եռանկյունիներ ստացանք, շարունակում եմ նույն ձևով, կտրեցի, էլի նույն ձևով, տեսեք, բերում եմ, հավասարացնում եմ բոլոր ուղղություններով և կտրում եմ, ասեմ, որ սա նպաստում է շերտերի լավ բարձրացմանը, եթե դուք կտրեք ու հետո չարչարվեք դզեք, որ անկյունը արդեն իսկ խմորը սկսեցիք ջարդել, խմորը ինքը կպավ շերտը մեկը մյուսին, որը չի թողնում, որ ձեր խաչապուրիները կամ առհասարակ շերտավոր խմորը բարձրանա։ Հիմա նայեք, թե ինչ ենք անում, եթե մենք այս ծայրամասը կտրել ենք ու մի քիչ սիրուն եռանկյունի չի ելել ու ձեր դուրը չի գալիս, հոգ չի փոխում ենք, շուռ ենք տալի, բացում ենք, այս մի ծայրն ենք բերում վրա, տեսեք, թե ինչքան սիրուն եռանկյունի ստացանք, ոչ մի ավել խմոր, մենք չենք կտրելու կողքերից հանենք, նայեք, ստացել ենք 6 հատ, շատ լավ չափի, խաչապուրիներ, հիմա մոտեցնեմ լոռի պանիրը և բացատրեմ, թե ես ինչ ձև եմ դնում պանիրը, տեսեք լոռի պանիրն է, լրիվ այսպես ծյորկված, ու ինչքան լավ տեսք ունի, տեսեք, ամբողջությամբ պանիր է, ես ոչ մի ուրիշ հավելում չեմ օգտագործում խաչապուրին ստանալու համար։ Շատ դեպքերում եղել է, որ Երևանից մեզ մոտ հյուրեր են եկել և խաչապուրին կերել են ու անմիջապես վայ պանիր, զարմացել են, մի քանի անգամ հարց եմ տվել, ասել եմ, այսինքն պանիր, ոնց կարա խաչապուրի մեջ պանիր չլինի, ասում եմ, մի զարմացեք, կան տեղեր Երևանում, որ մենք գնում ենք, լրիվ աղաջուր է կամ ինչ-որ պանիր չկա մեջը, չէ, ըտենց բան, իմ մոտ, իմ խանութում չկա ու չի լինելու։ Ես աշխատում եմ բարձրակարգ ապրանքով և այդպես էլ շարունակելու եմ։ Տեսեք, ինչպես եմ պանիրը դնում։ Պանիրը տարածում եմ ամբողջ ուղղություններով, բայց այս կողմերը էլի բաց եմ թողնում, այսպես, տեսեք։ Ու ես խաչապուրին երբեք չեմ կպցնում, մարդիկ այս կպցնում են, կարիքը չկա նման ձևով կպցնելու, ընդամենը փակեցինք, մի հատ սեղմում եմ այս մեջտեղի հատվածը թույլ, մի հատ այսպես, ու տեղափոխում եմ, դնում եմ սինիի մեջ, տեսնեք, թե ինչքան սիրուն խաչապուրիներ են, ու այսպես շարունակելով գնալու եմ, ու անպայման ջերմաստիճանը թող լինի 200 ջերմաստիճան, ձեր ջեռոցի ջերմաստիճանը թող լինի 200 և անպայման կսպասեք, որ լինի տաք վիճակով, ընդհանրապես շերտավոր խմորը չի սիրում, երբ որ սառը վիճակում են դնում, դրեցինք 1 թույլ և 2, վերջ, չսեղմեք խաչապուրին։ Վերջացրեցի, արդեն դրեցի սինիի մեջ, հիմա երեսը ձու եմ քսելու, մի հատ ամբողջական ձու եմ ջարդել և 2-3 կաթիլ ձեթ եմ ավելացրել ձվի մեջ, որովհետև եթե ձեթ եք ավելացնում ձվի մեջ, ինքը խաչապուրի երեսը շատ սիրուն փայլ է տալիս, շատ լավ է լինում, կարող եք ձեթ գցել մեջը, ես այդպես եմ անում, մարդկա չի անում, ես այդպես եմ անում, արագորեն քսում եմ ու սիրուն դնելու եմ հեսա թխվելու։ Այսպես քսում ենք, աշխատեք, որ սիրուն քսվի ձուն, էլի, բոլոր կողքերով թող ձուն քսվի, որ միալար կարմրի, միալար, սիրուն կարմրի։ Այսպես քսեցի, վերջացրեցի, հիմա դնում եմ նախորոք տաքացրած ջեռոցը, ու թողնում ենք թխվի մոտավորապես մի 10 րոպե, 10-ից 15 րոպե, թող խաչապուրին ինչքան մարման թխվի, ինչքան դանդաղ թխվի, այնքան լավ։ Եթե ինքը լինի շատ տաք վիճակում, անմիջապես ուռելու է,
Հետո երբ որ դուք դուրս բերեք արդեն ջեռոցից, ինքը միանգամից նստելու է։ Վերջ, ոչ մի տեսք չի ունենալու։ Դրա համար թողենք աստիճանաբար, որ իրա մեջի շերտերն է հերթականության դանդաղորեն թխվեն, նոր հանեք դուրս ու հավատացեք, որ ձեր խաչապուրին երբեք չի նստելու, երբեք սենց չի նստելու, սենց բարակ տափակ բան լինի, ոնց դիրքը կա, դա կախված է ջերմաստիճանից եւ ճիշտ կտրվածքից, սիրելիներս։ Հեսա պատրաստի վիճակը ձեզ ցույց կտամ։ Սիրելիներս, թխվա վերջացավ մեր խաչապուրին եւ հիմա խնդրեմ նայեք, թե ինչ տեսք ունի խաչապուրին, տեսեք։ Նայեք, թե ինչ տեսակի խաչապուրի եմ ստացել։ Տեսեք, որ ես չէի սեղմե փակել, բայց պանիրը մնացել է նույն տեղում, չի եկել ու չի թափվել։ Դա նպաստում է համ պանիրի լավ որակին, համ շերտավոր խմորի լավ որակին եւ ճիշտ աշխատելու ձևին։ Կան, որ ասենք թե շատ սեղմվում է խաչապուրին, շատ sense անմիջական, անմիջապես աղտոտված եւ չի բարձանում շերտավոր խաչապուրին եւ ասում են վայ խմորը լավը չէր, ոչ, սիրելիներս, մի կպցրեք ոչ մի կողմը, այնքան բերեք sense այնքան որ վրա եւ թողեք։ Եվ հավատացեք, որ շատ լավ է ստացվելու եւ թխեք շատ դանդաղ ջերմաստիճանով։ Հիմա այս պահին շատ տաք են խաչապուրիները, շատ տաք են, ուշ էլ ժամա, հաստատ չեմ փորձելու, որովհետև ամեն օր ուշ ժամին ուտում եմ տարբեր տեսակի զանազան բաներ եւ չեմ կարողանում քնել։ Այնպես որ չեմ ուտելու խաչապուրին, կթողնեմ թող սառի, հետո մեր հաճախորդը կգա կուտի եւ գնահատականը կտա։ Հույսով եմ, որ էլի ինչ-որ օգտակար բան ասեցի ձեզ եւ միշտ պատրաստ եմ, միշտ, որ ձեզ լավ խորհուրդներ, լավ բաղադրատոմսեր տամ։ Սիրելիներս, ձեր հետ ինչպես միշտ Գոհարն էր, մնացեք բարով, Աստված պահապան բոլորիդ։